Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը շարունակել է Շիրակի մարզում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սաղնաղբյուր, Մարալիկ, Արթիկ, Փանիկ, Ազատան, Ախուրյան, Աշոցք և Ամասիա բնակավայրեր։ Ողջունում ենք բոլորիդ, սիրում ենք բոլորիդ, ժողովուրդ ջան։ Շիրակի համայնքներում Փաշինյանի ելույթների առանցքային թեմաներն էին տարածաշրջանային ապաշրջափակումը, երկաթուղային հաղորդակցությունը, ջրի խնդիրը, դպրոցների և մանկապարտեզների վերակառուցումը, նաև առաջիկա տարիներին նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը։ Սաղնաղբյուրում Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում սկսելու է Գյումրի, Ախուրիկ, Աքյաքա ուղղության և Երասկի երթուղային հանգույցների նորոգումը։ Նրա խոսքով, թեև երկաթուղային համակարգի մասով առկա են կոնցեսիոն պայմանագիր, կառավարությունը պատրաստվում է ներդրում կատարել և վերականգնել այդ ուղղությունները։ Պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Մենք երկաթուղային կապ ունենք Չինաստանի հետ եւ այսօրվանից մենք երկաթուղային կապ ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության հետ, Թուրքիայի միջոցով։ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մեզ համար մեծ շուկա է։ Փաշինյանը Սաղնաղբյուրում անդրադարձել է նաև խմելու և ոռոգման ջրի խնդիրներին, նշելով, որ հաջորդ 5 տարիների համար դա լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը։ Քարոզարշավային օրը եզրափակվել է Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացված հանրահավաքով։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը հայտարարել է, որ վերջին 8 տարիներին Շիրակի մարզում շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում է կատարվել։ Մարզպետի խոսքով կառուցվել և վերակառուցվել է 48 դպրոց, 57 մանկապարտեզ, իսկ գյուղատնտեսներին, գործարարներին և ֆերմերներին տրամադրվել է միլիարդավոր դրամների աջակցություն։ Հանրահավաքին բացման խոսքով հանդես է եկել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա հիշեցրել է, որ տարիներ առաջ հենց Գյումրիի Վարդանանց հրապարակից է ազդարարվել Թավշյա հեղափոխության մեկնարկը, սակայն նրա գնահատմամբ տեղական ինքնակառավարման մակարդակում Գյումրին այդ փոփոխությունները դեռ չի զգացել։ Ռուբինյանը գյումրեցիներին կոչ է արել հունիսի 7-ի ընտրություններին քաղաքացիական պայմանագրին տալ այդ մանդատը։ Նիկոլ Փաշինյանն էլ քարոզարշավի ամփոփիչ ելույթում անդրադարձել է արտաքին և ներքին քաղաքական խնդիրներին, նաև խոսել Հայաստանի տնտեսական հնարավորություններից։ Նա հայտարարել է, որ Հայաստանը հաղթահարել է ապաշրջափակման առաջին փուլը, նշել, որ առաջիկայում սպասվում է TRIP նախագծի իրագործումը, որով նախատեսվում է Մեղրիով անցնող երկաթուղու վերաբացումը։ TRIP նախագիծը կսկսի գործել Հայաստանի տարածքային ամբողջականության իրավազորության, սահմանների անխախտելիության սկզբունքի հիման վրա։ Բոլոր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին միջանցքներ տալու, միջանցքներ խոստացած լինելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը նսեմացնելու մեջ նրանք կանգնած են ֆիասկոյի առաջ։ Փաշինյանը նաև հավելել է, որ TRIP-ը Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից նախագիծն է։ Ըստ Փաշինյանի, Սյունիքն ու Մեղրին ծայրամասից վերածվում են կենտրոնի, իսկ Հայաստանը պատերազմի փակուղուց խաղաղության խաչմերուկի։ Վարչապետը նաև նշել է, որ միջազգային ներդրողները հետաքրքրված են արևելք-արևմուտք նոր մայրուղու կառուցմամբ, որը պետք է անցնի Տավուշով, Լոռիով և Շիրակով։ Փաշինյանի խոսքով այդ ճանապարհը կարող է դառնալ Կենտրոնական Ասիան արևմուտքին կապող ամենակարճ ուղղություններից մեկը և բերել մեծ ներդրումներ և աշխատատեղեր Շիրակի մարզում։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Գյումրիում հանրահավաքը մեկնարկել էր Հայաստանի Հանրապետության օրհներգով։ Իրազեկ քաղաքացիների միավորումի աերոնկարահանման հաշվարկով ժամը 21:08-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 7700 մարդ։ Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է 16 համարի ներքո «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ընտրություններին մասնակցում է արդեն ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ալյանս կուսակցությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Սոնա Գիշյան, Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։